Հարուսելի հայրենակիցներ, կրկին քաղաքական խաչմերուկն է եթերում, այսօր արդեն օրը կիրակի է, փետրվարի 8-ն է և մենք այս հաղորդման մեջ քննարկելու ենք միանգամից մի քանի թեմա, սկսելու ենք կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ի այցով Հայաստան, կրկնեմ նախնական տեղեկություններով այդ այցը կկայանա վաղը, ես հաստատում չտեսա, որ դա տեղի կունենա վաղը, բայց կարող է բաց եմ թողել, այդ մասին խոսում էր Euronews-ը, հիշեցնեմ, այդ մասին խոսում էին տարբեր քաղաքական գործիչներ, երկու օր առաջ Հայաստանի փոխարտգործնախարարը չհստակեցրեց օրը, հնարավոր է բաց եմ թողել, բայց մի հետաքրքիր հաղորդագրություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության կողմից և մենք այդ հարցին կանդրադառնանք, բայց դրանից առաջ անպայման խնդրում եմ և հիշեցնում եմ լայքերի համար, նաև բաժանորդագրվեք, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Ինչ է ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, ասում է, որ JD Vance-ը միակ այցելուն չի լինի Հայաստան և JD Vance-ի հետ միասին Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական հարցերով փոխնախարարը ևս այցելելու է Հայաստան, Ջեյքոբ Հելբերգը Vance-ի հետ միասին այցելում է Հայաստան և դա արվում է նրա համար, որ այդ այցը նպաստի Թրամփի խաղաղության երթուղու խթանման ջանքերին, բայց մենք նաև հասկանում ենք, որ մնացած տնտեսական ծրագրերը ևս քննարկվելու են նաև փոխնախարարի հետ։ Այնինչ խոսում էր Վահան Կոստանյանը, որ մի շարք պայմանագրեր պետք է ստորագրվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նաև հազվագյուտ մետաղների մասով, ես կարծում եմ, որ դա հենց դրա վկայությունն է, այսինքն տնտեսական հարցերով փոխնախարարի այցը նույնպես շատ կարևոր այց է։ Այսինքն պատվիրակության շրջանակներում կա նաև փոխնախարար, բայց բնականաբար ամենագլխավոր և առանցքային այցելուն ամենակարևոր հյուրը Հայաստանում լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ը։ Սա իրոք շատ մեծ և կարևոր պատմական այց է, քանի որ այդ այցով, սիրելի հայրենակիցներ, փաստացի շատ բան է ասվում գլոբալ քաղաքականության մեջ։ Կարևոր ուղերձ է դա թե Ռուսաստանին, թե Թուրքիային, թե Իրանին և թե Չինաստանին, ինչ-որ միտեղ նաև կարծում եմ Եվրոպային, եթե ավելի անկեղծ լինենք։ Ու դա միանգամայն ավելացնում է և ամրապնդում է մեր անկախությունը և ինքնիշխանությունը և կարևոր է նաև այն առումով, որ դա տեղի ունենում Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թե ինչ փաստաթղթեր կկնքվեն վաղը այդ այցից հետո, կրկնեմ, ես հույսով եմ, որ հենց վաղն էլ կկայանա այդ այցը, մինչդեռ դուք կարող եք գրել մեկնաբանությունների մեջ, քանի որ ես ասեմ, որ բաց թողեցի, ինչպես արդեն նշեցի, կոնկրետ այդ այցը վաղը տեղի կունենա թե չէ, այսինքն հաստատում չեմ տեսել Հայաստանի Հանրապետության որևիցե իշխանության կողմից, միայն կա կարևոր դե հաստատություն այն մասին, որ օդանավակայանի ճանապարհին արդեն բազմաթիվ հայ-ամերիկյան դրոշներ կան։ Դա կոնկրետ դրա հաստատումն է։ Վաղը ամենայն հավանականությամբ չկարողանանք ցերեկվա ժամերին անել հաղորդում, բայց հույսով եմ, որ երեկոյան անպայման կստացվի եւ փոքր ավելի ուշ եւ մենք կխոսենք մանրամասն թե ինչ այց էր սա եւ ինչ ունենք առաջին օրվանից։ Եվ հետո մենք գիտենք, որ այս տեղի կունենա արդեն նաեւ Բաքու։ Հիմա առանց երկարացնելու միանգամից անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին, սիրելի հայրենակիցներ, քանի որ ինչ վերաբերում է Vance-ի այցին, ես երեկ էլ եմ խոսել, դրանից առաջ էլ եմ խոսել։ Հիմա կոնկրետ խոսենք թե ինչ է կատարվում աշխարհում, հետո վաղը արդեն կանդրադառնանք Vance-ի այցին եւ կքննարկենք այն բոլոր հայտարարությունները եւ ստորագրվելիք կամ ստորագրված արդեն ամենայն հավանականությամբ արդեն ստորագրված փաստաթղթերը, փորձենք հասկանալ դրանց իմաստը եւ կարեւորությունը։ Ուրեմն Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ինչ է տեղի ունենում։ Մենք տեսանք, որ բանակցությունները մեծ հաշվով արդյունք չեն տվել եւ մենք հիմա տեսնում ենք հայտարարություններ երկու կողմից։
կան զինվորականների հայտարարություններ, կա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, կա Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությունը, այնպես որ դա ընդհանուր պատկեր է կարծես թե ստեղծում։ Թրամփը ասում է, որ ոչ մի միջուկային զենք, եթե 2 տարի առաջ կարողանայինք Իրանի հետ գործարք կնքել, կանեինք։ Նա ասում է, որ այդ ժամանակ անհնար էր եւ դրա հնարավորությունը չկար, բայց նրանք պատրաստ չէին, Թրամփը ասում է։ Հիմա պատրաստ են։ Այսինքն Թրամփը կարծում է, որ Իրանը հիմա պատրաստ է եւ պատրաստ է նրանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը բնականաբար սկսեց անցյալ տարվա ամռան պատերազմը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ պատերազմը ավարտեցին, Ֆորդոյի եւ այլ ատոմային օբյեկտների վրա հարվածներ հասցնելով, կոնկրետ դա է նկատի ունի Թրամփը, նաեւ հիմա ահռելի ներկայությունը Իրանի ափերին, ավիակիրների եւ այլ նավերի, ինչպես նաեւ բազմաթիվ ինքնաթիռներ, որոնք որ տեղակայվել են այդ ավիակիրների վրա, նաեւ Իսրայելում զորքերի տեղաշարժ է հիմա իրականացվում Սիրիայից Իրաք, այսինքն այն զորքերի, որոնք որ կռվել են երկար տարիներ ԻԳԻԼ-ի դեմ, իսլամական այդ պետության խմբավորման տերորիստական, հիմա այդ զորքերը ամերիկյան տեղափոխվում են Իրաք, շատ ավելի մոտ կլինեն Իրանին, քան մինչև հիմա էին։ Ես կարծում եմ, որ դա եւս չափազանց կարևոր ուղերձ է պարունակում եւ այդ ուղերձը պարունակում է այն ֆոնին, երբ որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին ասում է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվեն, ապա ամբողջ տարածաշրջանը պատերազմի մեջ կբռնկի եւ Իրանը կհարվածի Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներին տարածաշրջանում։ Դրանից բացի բանակցություններից հետո հենց Աբբաս Արաքչին հայտարարեց, որ Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը։ Ատոմային ծրագիրը պատրաստ է քննարկել, բայց ոչ հրթիռային ծրագիրը։ Նույն ժամանակ Իրանը պատրաստ չէ, որ իր հարստացված ուրանը դուրս հանվի Իրանից։ Պատրաստ չեն նրանք, չեն համաձայնվում, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ դրա վրա է պնդում։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի գլխավոր շտաբի պետը, նա ասել է, որ իրենք իրանցիները եւ իրանական զորքերը մտադրություն չունեն ռեգիոնալ պատերազմ սկսելու եւ ասում է, որ եթե այդ պատերազմը սկսվի, ապա դա կսկսեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը եւ դա հետ կգցի ամբողջ տարածաշրջանը, շատ ագրեսիվ հայտարարություն չէ, բայց այնուամենայնիվ հայտարարություն է եւ կարեւոր հայտարարություն է, ինչը վկայում է այն մասին, որ օրակարգից դուրս չի եկել ռազմական ճանապարհով հարցի լուծումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Եվ մենք տեսնում ենք, որ փափկացում չկա։ Ես կարծում եմ, որ մի քանի օրերի ընթացքում այդ հարվածը շատ էլ իրատեսական կդառնա եւ կարծում եմ հիմա կարեւոր է, որ J.D. Vance-ի այցը Հայաստան եւ Ադրբեջան ավարտվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեմ կարծում, որ այդ այցի ժամանակ որևիցե գործողություն ձեռնարկի ընդդեմ Իրան։ Դրանից բացի մենք գիտենք, որ էլի բանակցություններ են պլանավորվում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, կարծես օրը հայտնի չէ, եթե չեմ սխալվում, իսկ դա եւս խոսում է այն մասին, որ կարող է եւ տեղի չունենան այդ բանակցությունները։ Եթե Իրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը, չի պատրաստվում քննարկել ուրանի, հարստացված այդ ուրանի տեղափոխությունը այլ երկիր, նաեւ իր պրոքսիների աջակցման հարցը, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներին ոչինչ չի մնում, քան հարված հասցնել Իրանին։ Չնայած Իրանում падգամավորները հայտարարություններ են տարբերանում, որից որ բարձվում է ասենք կամ հավատալ չհավատալու վրա է, որ Թրամփը չի էլ ուզում մեծ պատերազմ։ Թրամփը ուզում է պայմանավորվել իրանցիների հետ, եթե չստացվի դա, ապա պայմանավորվել փոխադարձ թե ինչ որ հարվածներ հասցնելու մասին։ Իբր ամերիկացիները եւ Թրամփի վարչակազմը դիմել են Իրանին, որ արիք մենք սահմանափակ հարվածներ կհասցնենք ի աջակցություն ցուցարարների, դուք էլ նույն ձև ինչ որ հարվածներ սիմվոլիկ կհասցնեք ամերիկյան ռազմաբազաների տարածքին կամ դրանց մոտ։
ու ինչ որ միտեղ հավատալի է, ես կարող եմ հավատալ, որ Թրամփը նման բան կարող է եւ առաջարկած լինել, բայց հավատալը մեկ բան է, այդ թե որքանով դա հավանական է, եթե մենք իրական քաղաքականությանը հիմնանայենք, նորմալ, adekvat քաղաքականությանը, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Դոնալդ Թրամփը չպետք է որ այդպես վարվեն։ Բայց Թրամփից մենք ոչինչ չենք կարող բացառել եւ դա էլ իր ոճի մեջ է մտնում, այսինքն նման բան կարող է եւ առաջարկած լինել։ Ես դա չեմ կարող բացառել։ Ու հա այս ֆոնին մենք երկու օր առաջ տեղեկացանք, որ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Իրանի պաշտպանության նախարարի հետ։ Իրանի պաշտպանության նախարարի հետ օրեր առաջ էլ զորավարժությունների մասին խոսք կար, սահմանի վրա Իրանի եւ Ադրբեջանի այդ սահմանի վրա, սա եւս վկայում է այն մասին, որ տարածաշրջանը իրոք շատ լարված իրավիճակում է գտնվում եւ իրանցիները նաեւ վտանգ են սպասում Իրանի իշխանությունները Ադրբեջանի տարածքից։ Ճիշտ է, ադրբեջանցիները խոսք են տալիս, որ իրենց տարածքից որևիցե հարված հարձակում չի լինի, բայց այնուամենայնիվ իրանցիները շատ դաժան փորձ ունեն այդ ամենի հետ կապված եւ գիտեն, որ եթե Իսրայելը ուզենա, կարող է չհարցնել Ադրբեջանին։ Դրա համար հիմա փորձում են ավելի շատ զգուշանալ, ինչ որ քայլեր ձեռնարկել, չնայած համոզված չեմ, որ դա իրենց օգնելու է։ Հիմնականում այսքանը Իրանի շուրջ։ Կարծում եմ հիմնական իրադարձությունները կծավալվեն JD Vance-ի այցից եւ հեռանալուց հետո։ Բանակցությունների արդյունքները թե պատերազմ, եթե վատ արդյունքներ լինեն, մենք այդ ամենին ականատես կլինենք հենց JD Vance-ի այցից հետո։ Դա է հուշում նորմալ տրամաբանությունը, բայց տեսնենք, էլի Թրամփի հետ ոչինչ չես կարող բացառել։ Հիմա ինչ կա ռուս-ուկրաինական պատերազմից։ Հետաքրքիր հայտարարություն եւ մոտեցում կա Ուկրաինայի շուրջ, որ Դոնալդ Թրամփը ժամանակ է տվել Վլադիմիր Պուտինին եւ Զելենսկիին 4 ամիս ժամանակ, որպեսզի պատերազմը ավարտվի։ Եթե նման բան տեղի չունենա եւ պատերազմը երկարանա ավելի եւ 4 ամսից չավարտվի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի լուրջ եւ մեծ ճնշում են գործադրելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի վրա։ Եվ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Reuters-ին հարցազրույց տալով ասել է, որ միայն Թրամփն է կարող կանգնեցնել պատերազմը։ Այսինքն, եթե կապենք սա այն հայտարարության հետ, ավելի տրամաբանական է դառնում։ Նրա խոսքերով այդ հիմնական 20 կետերից ամեն ինչ բանակցված է, խնդիրը մնում է ատոմային էլեկտրակայանի այդ շուրջ, Զապորոժիայի, որի շուրջ որ չեն կարող պայմանավորվել ռուսները եւ ուկրաինացիները, եւ Դոնբասում ուկրաինական զորքերի գտնվելու հարցին, այսինքն այդ հարցերն են հիմնական խոչընդոտը։ Մենք էլ սրա մասին բազմիցս խոսել ենք, սակայն սա նոր եւ թարմ հայտարարություն է Ուկրաինայի կողմից։ Ուկրաինայի մասով ավելացնելու մեծ հաշվով ոչինչ չունեմ, շատ դաժան պատերազմ է, ամեն օրվա ռեժիմով այն հազարավոր մարդկանց կյանքեր է խլում։ Ուկրաինան շատ հաջողակ հարվածներ է հասցնում Ռուսաստանի էներգետիկ համակարգին, այսօր էլ կային բազմաթիվ հաղորդումներ այդ մասին, գեներալների վրա շատ հաջողված մահափորձեր է իրականացնում, իսկ նույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ռազմական ավելի մեծ ուժի միջոցով ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, ավիրել հրթիռներով եւ անօդաչուներով ուկրաինական բազմաթիվ քաղաքների շենքեր, տներ բնակել, ինչպես նաեւ միշտ էլ թեթև, բայց այնուամենայնիվ առաջընթաց ունի Ռուսաստանի Դաշնությունը մարտի դաշտում, ճիշտ է կան տեղեր, որ իրենց առաջընթացը բավականին բարդացել է, դժվարացել է, նույնիսկ տեղեր կան, որտեղ որ Ուկրաինան ունի հաջողություններ։ Ես կարծում եմ, ովքեր որ ավելի լավ են լուսաբանում պատերազմները եւ ռազմական փորձագետները, իրենք ավելի լավ կարողանան բացատրել տեղի ունեցողը, բայց ես ընդհանուր ներկայացնում եմ այն, ինչ կա։
Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։